Պարոն Ղալամքարյան, ստեղ ասեցիք խոնավալից կանելու համար պետք է ջթե ստանան, այդ աշվարկը դուք ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կլինի, ասենք, խոնավալից կանելու համար ջթե, ասենք, այդտեղ ոչ մնայուն աղբյուր է, ինքնահոս աղբյուր է, կամ չգիտեմ ինչ է, որպեսզի կարողանաս ջրաշվարկ անես եւ ջթե տրամադրես եւ նշում եք անհատույց, դրանք ժողովրդի լեզվով ասած թափառող ջրեր են եղել միշտ էլ, հիմա փորձում եք բերել, կարգավորել եւ բնականաբար ջթե տրամադրելուց լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջվում, ես չեմ հասկանում այդ ջրերը, որոնք որ միշտ եկել են, դուք ոնց եք դրա նկատմամբ ջթեի աշվարկ անելու, որ ջթե տակ լիտր վարկյանի կտրվածքով, սա մեկ, երկրորդը գաղտնիք չէ, որ արդեն տարեկան բյուջեն հաստատվել է եւ ջրպետկոմին հատկացվել է որոշակի գումարներ այդ կորուստները զսպելու նպատակով համար։ Ինչքան գումար եք նախատեսել ջրամբարաշինության համար եւ արդյոք ինչքան կորուստների զսպման մեխանիզմ է ձեր աշվարկներով պետք է գույքագրված ունենայիք մեխանիկական կամ ինքնահոս եղանակով ռոքելի ջրերը, որպեսզի նախորդ տարիների նման միլիարդավոր գումարներ չծախսվի եւ ընդամենը 42-ից ընդամենը 1% է կարողացել կորուստները զսպեք։ Ուզում եմ ձեր ռազմավարություն ասեք, որտեղ դրանից կարևոր բան ռոռոկման եւ մեր ջրային ռեսուրսի մասով սրանից ավելի կարևոր, նախագծից ավելի կարևոր է։ Այսինքն երկու հարց եմ, ում ձեզ կուզենամ, որ դուք սպառիչ պատասխան տաք։ Ինչքան գումար է նախատեսվել եւ այդ գումարները արդյունավետ ծախսելու դեպքում ջրի կորուստները ինչքան է զսպելու այս տարվա մեջ ռոռոկման նպատակով եւ երկրորդ հարցը նորից կրկնեմ, ինչպես է աշվարկվելու այդ ջրերը, որոնք խոնավալից պետք է արվեն աղակալումներից փրկելու համար, այդ ջրաշվարկը ո՞նց եք պատկերացնում դուք։ Խնդրեմ պարոն Ղալամքարյան։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան, անդրադառնամ հարցերին հերթով, նոր ջթների տրամադրման մասին չէ խոսքը։ Խոսքը արդեն գոյություն ունեցող ջթներով տրամադրվող ջրի մասին է։ Այո, դուք ճիշտ եք, այդ հոսքերը, այսպես ասած, թափառող ջրեր են եւ մինչեւ այս կարգավորումը մենք ունենք հետեւյալ երևույթը, որ կա դժկամություն այդ ռոռոկման ջուրը հատկացնել խոնավալիցքին, քանի որ արդյունքում ձևավորվում է հասույթ։ Հիմա կառավարությունը այս առաջարկվող փոփոխությամբ փորձում է հաղթահարել նշածս խոչընդոտը։ Ինչ վերաբերում է ջրամբարաշինությանը, ես կարծեմ անցյալ անգամ էլ նշեցի, Հանրային ներդրումային կոմիտեի վերջին նիստում հաստատվել է 5 ջրամբարների կառուցման ծրագիրը եւ ընդհանուր բյուջեն դուք հարցրեցիք 43 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Իհարկե գիտեք, որ մենք ունենք նաեւ լրացուցիչ ջրամբարների կառուցման ծրագիր եւ դրանք բոլորը տարբեր փուլերում են։ Հիմա տեսեք, այս 5-ը անցել են Հանրային ներդրումային կոմիտեի ֆիլտրի միջով եւ արդեն ֆինանսների նախարարությունը վարկավորման հայտը ուղարկել է վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ։ Դա նշանակում է, որ մենք արդեն հաջորդ փուլում կունենանք մրցույթներ եւ կունենանք արդեն կապալառուներ եւ շինարարություն։ Մյուս ջրամբարների դեպքում դրանք սկսած ամենանախնական փուլը, որ կա գաղափար, այսինչ հատվածում ջրամբար կառուցել, մինչեւ կան ջրամբարներ, որոնք գտնվում են այսպես կոչված իրագործելիության գնահատման փուլում, feasibility study-ներ փուլում եւ երևի տեղյակ եք, որ աշխատում ենք տարբեր խոշոր դոնոր կազմակերպությունների հետ, տվյալ դեպքում 9 ջրամբարների կառուցումը իրականացնելու ենք Ասիական զարգացման բանկի հետ։ Կորուստների նվազեցման վերաբերյալ ոլորտը բազմաշերտ, բազմաբովանդակ, բազմակառույց ոլորտ է եւ կորուստների նվազեցումը ցավոք տեղի չի ունենալու միայն մեկ ուղղությամբ բարեփոխումների արդյունքում։ Դա շատ հեշտ կլիներ, եթե մի քայլ անեինք ու այդ մի քայլով լուծեինք այդ խնդիրը, բայց շատերդ հստակ պատկերացնում եք, որ մենք ունենք թե կառավարման որակի խնդիր, թե ենթակառուցվածքների խնդիր։ Եվ մեր բարեփոխումները ուղղված են լինելու այս թիրախներին եւ ոչ թե մեկ թիրախի։ Նշակետը, այսպես ասեմ, թիրախային ցուցանիշը, որը մեզ համար ուղենիշ է լինելու, դա
40%-ի իջեցնելն է։ Բայց դա պահանջելու է մեծ ներդրումներ, դա պահանջելու է մարդկային ռեսուրսներ, ժամանակ, կամք, բայց մենք վճռական ենք եւ հետեւողականորեն շարժվելու ենք այդ ուղղությամբ։ Դա աներկ բա։ Եթե ինչ-որ հարց մոռացա, խնդրեմ։